Խարը մինչև հարցերին անցնել, ասեմ, որ այս ամբողջը վերաբերում էր 24 թվականի կատարած աշխատանքներին ճիշտ է։ Եվ հիմա հարցեր կլինեն, որոնք ավելի լոկալ, բնույթ կարող ունենան, բայց ավելի շատ կբացահայտեն, թե ինչ կար, որ կարելի էր անել եւ չեն կարել, որովհետեւ դուք չանդրադարձաք մեր կրթահամալիրի, ուրեմն նաև որպես ձեռքբերում աշխատանքների միավորման արդյունքում, որտեղ կադրերի պատրաստումը դրված է նաև այս բարեփոխումների հիմքում եւ որակյալ կադրերն է, որ բերելու են որակյալ փոփոխությունների։ Հերթագրում հարցերի համար Գեգամ Մանուկյան, Աննա Գրիգորյան եւ ես խնդրեմ։ Տիկին Սարգսյան, իրականում հանձնաժողովում ձեր նախարարության ներկայացուցիչների հետ միշտ աշխատանքային քննարկումներում շատ հարցեր են քննարկում, փորձում ենք օրենսդրական են բոլոր նախաձեռնությունները, որ կան, հնարավորինս լավացնել։ Բայց ամեն անգամ ինքս ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ արժի ընդհանրապես։ Հիմա դուք խոսում եք ոստիկանության գվարդիայի մասին։ Այս տարվա վերջ պետք է ոստիկանության գվարդիան ձևավորված լինի։ Հիմա շատ սիրուն եք դուք ներկայացնում, մեր հայրենակիցներն են ասում, լավ է ոստիկանության գվարդիա, իդեպ հակառակ բոլոր մեր պնդումների ոստիկանության գվարդիայի պարտականությունների մեջ հետևողականորեն կառավարությունը չընդգրկեց հայրենիքի պաշտպանության նաև գործին մասնակցելու պարտականություն։ Բայց որ մեկ էլ անդրադառնում եմ, որ այն ոստիկանության գվարդիան լինելու, որի հիմքը սև կարմիր չգիտեմ ինչ բերետավորներն են, մեկ էլ որ անդրադառնում եմ այն ոստիկանության գվարդիան լինելու, որի հիմք հանդիսացող կարմիր սև բերետավորները շուտ 40 հոգի արդեն 2 տարի առաջ հարձակվել էին 1 տարի ու կես առաջ հարձակվել էին ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա ու այսօր հիմա դուք կարաք ասեք, որ քննչական մարմինները քննություն են տանում, այնտեղ ոչ մի քննություն չի տարվում, բայց որևէ կարմիր բերետավոր պատասխանատվության չենթարկվեց, մեկ էլ անդրադառնում ես, որ ախր սրանք տենում են, որ իրանց վայրագությունը հետևանք չի ունենում։ Դրա համար էլ մարզադաշտում, երբ որ ֆուտբոլասերները քաղաքացիական դիրքորոշում են անում, ֆեդերացիայի նախագահի հրաժարական են պահանջում, 1 ամիս առաջ էր, նույն կարմիր բերետավորները ծեծ ու ջարդի էին ենթարկում։ Ես ինքս այցելել եմ մեկուսարան, որտեղ 1 տասնյակ 9 հոգի դերման ենթարկված էր, շատերը ծեծված, այդ թվում Երևանի ավականու անդամի որդին ծեծված տանն էր։ Ու դրանից հետո որտեղից վստահություն 2025 թվականին, որ դուք 25 թվականի կատարողականներ ներկայացնեք, այդ շատ գեղեցիկ փաթեթավորմամբ մեկ էլ չենք անդրադառնում, որ այդ փոփոխությունը չկա։ Միանգամից ասեմ, դուք նշեցիք աղետների կանխարգելում լորին անդրադարձեք, ես կուզեմ հավելել։ Երևանում վերջերս տեղի ունեցած հորդառատ անձրևների օրերին մեր փրկարարները իրոք հերոսական աշխատանք էին անում։ Ցավոք սրտի, այդ այն ոլորտն է, որը վարձատրման առումով շատ ավելի անպաշտպան է, բայց դուք էլ եք նշում, որ հանրային ընկալման առումով ամենագնահատված երևի ծառայողներից է։ Իդեպ դուք վիճակագրական տվյալներ չասեցիք, ես մի թիվ ամեն դեպքում հրապարակեմ, օրերս հանրային քննարկման է ներկայացրել ներքին գործերի նախարարությունը նվիրաբերված զենքերի առգրավման կարող եմ ասել, առգրավման մասին նախաձեռնություն ունեցել ենք շատ տևական աշխատանքային քննարկում եւ հիմնավորման տպավորությունը, որ գիտեք Երևանում շատ են կրակում այդ նվիրաբերած զենքերի։ Անցած տարվա տվյալը պաշտոնական 96 հրազենով գործված հանցանք է եղել 96, որից 26 օրինական զենքով, որից միայն 5-ն է եղել նվիրատվություն զենքերով, այնտեղ էլ հարց է, ինքնապաշտպանություն է եղել, օդ կրակելը։ Այսինքն նվեր ստացած զենքերը չեն պատճառը, որ հրազենով հանցագործություններ են կատարվում, այլ թերևս ոչ լիարժեք աշխատանքը։ Երկու հարց էլ ասեմ, մեկ բարեկային, ուղղակի տեսնում եմ, որ ձեր աշխատակազմից քիչ մարդ կա, կարող է դժվարանաք պատասխանել։ Բարեկային ծառայության քանի տոկոս մեքենաներն են, որ տարբեր պատճառներով խափանված այսօր կանգնել են, նախորդ բյուջեի քննարկման ժամանակ շատ խոսեցի, որ
մի քանի տասնյակ միլիոն դրամ ոստիկանությունը ծախսում է մենակ քաղաքացիական ավտոբուսներ վարձակալելու, այն ժամանակ Վայ Ղազարյաններ ասել պլանավորել ենք ավտոբուսներ ձեռք բերելու, ուզում եմ այդ հարցով տեղեկանամ ընթացիկ մի հարց, որ երեկվանից շատ ակտիվ քննարկվում է, ինչ միջոցներ են երեկվանից ձեռք առնվել Վրաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուների համարանիշներ գողանալու մասին շատ ակտիվ խոսվեց եւ վերջում մեկ է մի բան ԵՄ-ի վիզաների հետ ազատականության տիկին նախարար Հայաստանում այսօր այդ վիզաների հարցով եթե չասեմ մաֆիա, բայց խայտարակություն է։ Ես ասեմ ձեզ անկեղծ, մի քանի տարի առաջ չեմ անում, կարծեմ Գերմանիայի դեսպանատուն պետքա դիմեի, հերթը բան է 5000 դրամով այդ հերթի հնարություն ունե։ Այսօր գիտեք թվերը ոնց են 40-50 հազար։ Հա՞։ Չէ, իսկ իրականում այդ Եվրաքվեի նախաձեռնողները որ Ռոզովի նկարագրում են, իրականում ԵՄ դեսպանատներ, վիզային կենտրոն, բոլոր կառույցները սարքել են մի փակ շղթա։ Տասնյակ հազարավոր դրամներ են մարդիկ վճարում, որպեսզի հերթագրման գնան։ Այսքանը։ Շնորհակալություն պարոն Մանուկյան, իհարկե հարցերը բազմաշերտ էին եւ նաեւ բազմաթիվ, բայց հերթով բոլորին անդրադառնամ գալով վերջից, որ նաեւ որոշ թեմաների վրա ավելի երկար կարողանամ կենտրոնանալ։ ՀՀ վիզաների ազատականացման հարցը եւ ձեր կողմից բարձրացված հարցը տարբեր կառույցների տիրույթում գտնվող հարցեր են։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, որ կառույցի մասին էլ որ խոսենք, որևէ ներազդեցություն, ներգործություն չի կարող ունենալ Եվրոպական միության տարբեր երկրների դեսպանությունների կամ վիզաների կենտրոնների կամ հյուպատոսարանների վրա։ Բայց քանի որ մեր քաղաքացիներից իրավաչափորեն ձեր կողմից ներկայացված ահազանգերը ստացել ենք, մենք ամեն քննարկմանը այդ ահազանգերը փոխանցում ենք մեր գործընկերներին, որպեսզի հետամուտ լինեն այդ դրվագներին։ Ունեցել ենք ընդհանուր մինչև ահազանգեր, որ կան որոշակի ընկերություններ, որոնք ավտոմատ հերթերի գնման տրամաբանության մեջ են աշխատում, հետո այդ հերթերի վաճառքի, ճակերտավոր, հա, վերավաճառք եւ այլն եւ այլն։ Այս բոլոր տեղեկատվությունները մենք փոխանցում ենք մեր գործընկերներին, որպեսզի կարողանան իրենք ավելի կառավարելի դարձնել իրենց process-ները։ Զուգահեռաբար, եթե նաև օբյեկտիվ հերթերի մասին ենք խոսում, գործընկերները գիտեն, որ հաշվի առնելով նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, մեր քաղաքացիներն ավելի մոբիլ են այս պայծրությամբ գործում եւ տարբեր եվրոպական երկրներ տեղաշարժեր են իրականացնում եւ մենք խնդրանք հայտ ենք ուղարկել գործընկերներին, որ հնարավորության դեպքում այստեղ գտնվող կենտրոններում հաստիկային միավորների թիվը հնարավորինս ընդլայնվի, որպեսզի կարողանան սպասարկման ծավալներն ավելի ընդլայնել։ Ունեցել ենք դրական արձագանք, բայց ինքներդ եք հասկանում, որ process կա, որը որ պիտի Եվրոպական միության գործընկերները այստեղ առանձին դեսպանությունների մասով իրականացնեն։ Հիմա երեք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային իրադարձությունների շրջանակներում կատարված այն պնդման մասով, որը որ վերաբերում էր պետհամարանիշների գողությանը, այսօր առավոտյան նախարարությունը հերքել է այս տեղեկատվությունը։ Չեմ կարող ասել, թե որտեղից են այս ահազանգերը գալիս կամ ինչի արդյունքում են, բայց մենք ունեցել ենք ընդամենը մեկ ահազանգ պետհամարանիշի շորթման մասով, երբ որ ըստ ահազանգողի պետհամարանիշը հայտնվել է տելեգրամյան ալիքում եւ որոշակի գումար է պահանջվել այդ պետհամարանիշի համար։ Իհարկե այս հանգամանքները դեռևս պիտի ստուգվեն եւ հասկանանք, թե ինչպես է process-ը իրականացվել, բայց այն, որ լրատվական տարբեր միջոցներով տարածվում է ակտիվ այն խոսույթը, որ հազարավոր տրանսպորտային միջոցների հետ կապված գողություններ կա պետհամարանիշների, ուզում եմ նաեւ այստեղ փարատել ձեր մտահոգությունը, նմանատիպ ահազանգ չունենք։ Տրանսպորտային Ճշտելեք, որ լրատվամիջոցներն են ակտիվ ապատեղեկություն տարածում։ Շատ պրոիշխանական։ Այո։ Շատ ինձ էլ հետաքրքիր։ Այդ ինչ բան է պրոիշխանականը եւ ընդդիմադիրը։ Խնդրեմ, տիկին։ Դուք ուզում եք հերքում, ես հերքեցի, եկեք մնացյալ թեմաների մեջ չխորանանք այս պահին։ Տրանսպորտային միջոցների վնասների մասով, այո, ունենք նմանատիպ խնդիր, որովհետև
ըստ մեր հաշվարկների, հատկապես Երևանի դեպքում ունեցել ենք մի շարք տրանսպորտային միջոցներ, որոնք որ վթարվել են տարբեր իրադարձությունների հետևանքով։ Մի դեպքում պարեկների մեղավորությամբ, մեկ այլ դեպքում քաղաքացիների մեղավորությունը ֆիքսվել, այսինքն երկու ասպեկտն էլ ունենք այս աշխատանքի մասով, եւ այն բոլոր իրավիճակներում, երբ որ պարեկների մեղավորությամբ է տեղի ունեցել վթարները, արդեն իսկ հստակ ծառայողական քննությունների շրջանակներում սկզբունք ունենք, որ կատարվելու են որոշակի պահումներ աշխատավարձերից, որպեսզի մենք կարողանանք տրանսպորտային միջոցները վերանորոգել շատ ավելի սեմ ժամկետում եւ նաեւ ծառայողը եւս զգա, որ պետք է շատ ավելի մեծ խնամքով վերաբերվի այն գույքին, որը պետությունը բյուջետային պլանավորման շրջանակներում այս ռեֆորմի շրջանակներում տվել է։ Բայց զուգահեռ իրականության մեջ մենք նաև հնարավորինս զգույշ ենք մոտենում այս թեմային, որովհետև շատ հաճախ ունեցել ենք դեպքեր, երբ որ հանցագործին հետապնդելու, իրավախախտին հայտնաբերելու նաև ընդհանուր իրադարձություններով պայմանավորված է եղել այս վթարային իրավիճակները, եւ այստեղ մենք այս եզրային գիծը պետք է շատ նուրբ ընտրենք, որպեսզի բարեկները չխորշեն նմանատիպ իրավիճակներում հանցանք կատարած անձին հետապնդելու այն մտքով, որ ավելի լավ է տրանսպորտային միջոցը չվթարվի, քան թե հանցանք կատարած անձին հայտնաբերեն։ Հետևաբար այս ուղղությամբ աշխատանք կա, ասեմ, որ այս տարի ինտենսիվ սկսել ենք նաև ավտովարման դասընթացներ մեր բարեկային ծառայողների համար, որովհետև նկատում ենք, որ նաև վարելու հմտությունների ավելի կատարելագործման հարց ունենք եւ կրթահամալիրի միջոցով ձեռք ենք բերել նաև մասնագիտական ծառայություններ, որի շրջանակներում այն բոլոր բարեկները, որոնք կամ աչքի են ընկել ծառայողական քննության շրջանակներում վնաս հասցնելու առումով, կամ մենք ինքներս ենք ցուցակագրել մեր ծառայողներին, որոնք որ կարիք ունեն ավելի լավարկելու իրենց հմտությունները, նրանք արդեն մասնակցում են ինտենսիվ ավտովարման դասընթացների։ Ավտոբուսների մասով պարոն Ղազարյանը իրավաչափորեն անցած տարի նշում էր, որ մենք ավտոբուսների ձեռքբերում ենք ունենալու։ Ես պիտի փաստեմ, որ այս պայդրությամբ թեև բյուջետային պլանավորման մեջ մենք նախատեսել էինք ավտոբուսների ձեռքբերում, բայց հնդածս նաև պետական գույքի կառավարման տրամաբանության մեջ ունեցել ենք տարբեր պետական մարմիններից թարմ ավտոբուսային, այսպես ասեմ, պարկի նաև հատկացում պետական գույքի կառավարման կոմիտեին, որի շրջանակներում տրանսպորտային միջոցների որոշ ծավալը կհատկացվի հենց ներքին գործերի նախարարությանը, որպեսզի այլևս վարձակալական ծառայություններ ձեռք չբերենք ավտոբուսային պարկի տեսանկյունից, եւ եթե տեսնենք, որ դա անբավարար է, բնականաբար լրացուցիչ տրանսպորտային միջոցներ եւս ձեռք կբերենք։ Պարգևատրական զենքերի մասով նախագծի նաև անդրադարձակ, այդ թվում հնարավոր կրակոցներին, տեսեք, ես անընդհատ իմ խոսքում փորձում եմ բերել մեր իրական հիմնավորումները, այլ ոչ այն տպավորությունը, որը որ կարող է ստեղծվել։ Որևէ մեկը չի ասում, որ նախագծի հիմնական նպատակը եւ նախագծի հիմնական պատճառն այն է, որ բոլոր հանցագործությունները կամ հանցագործների գերակշիռ մեծամասնությունը կատարվում է պարգևատրական զենքերով։ Խնդիրը հետևյալն է, որ մենք ունեցել ենք պայմանավորվածություն, ես այդ թվում ունեցել եմ հանձնառություն ազգային ժողովում, շարունակելի մոնիտորինգի ենթարկել զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքը եւ հասկանալու թե որտեղ է, որ ունենք լավարկման տեղ։ Մի շարք փոփոխություններ պարոն Գաբրիելյանի հետ արդյունավետ գործընկերության արդյունքում ենք իրականացրել եւ մենք շարունակել ենք մեր աշխատանքները, որպեսզի հասկանանք թե լրացիչ ինչ հարցեր ունենք, որոնք որ պիտի քննարկենք եւ դրա հիման վրա լուծումներ նախատեսենք։ Պարգևատրական զենքերի մասով ի սկզբանե օրենքը հստակ ստանդարտ է տվել պարգևատրման տեսանկյունից, հստակ չափանիշներ կան պարգևատրական զենքերի հետ կապված, բայց ունեցել ենք անցումային դրույթ, որը որ երկակի մոտեցումների առաջ նաև պրակտիկայում կանգնեցրել է մեզ եւ մեր նպատակն է եղել այն, որ այդ երկակի մոտեցումները շտկենք եւ հնարավորինս ինստիտուցիոնալ ճիշտ լուծումներ նախատեսենք պարգևատրական զենքերի մասով։ Այն, որ մի շարք պարգևատրական զենքեր արժանիորեն տրամադրվել են մեր հանրության շատ ներկայացուցիչների, դա միանշանակ է, եւ ես խնդրում եմ տարբեր քննարկումների ժամանակ հաշվի առնենք եւ չվերագրենք այս նախաձեռնությունը այն դեպքերի ընդհանուր քողի ներքո, որ կան նաեւ մարդիկ, որոնք որ այլևալ ճանապարհներով կարող են ստացած լինել տվյալ պարգևատրական զենքերը։ Բայց հանրային անվտանգության տեսանկյունից կարծում եմ ավելի առաջնային այդ դիրքերից հարցին նայելն է, եւ ես վստահ եմ, որ մեր այն քաղաքացիները, որոնք արժանիորեն են ստացել պարգևատրական զենքերը, շատ ավելի հաշտ են այս նախաձեռնության հետ, քան այն անձինք, որոնք որ առաջացնում են այս նախագծի շուրջ տարբեր աղմուկներ, տարբեր երանգներ են փորձում ներկայացնել նախաձեռնության Ես ասեմ ձեզ, որ աղմուկները չէ, մի րոպե, էլի մենք քննարկում ենք ունեցել, դա շարունակվելու է, այնպես որ աղմուկ էլ կա, մեկն էլ կա, մյուսն էլ կա, բայց այդ քննարկման process-ները այնպես կլինի, որ մենք կգտնենք լուծումներ, նաև պայմանավորենք, որ
աշխատանքային խմբի մեջ ներգրավեն մեր երկու ընկերները, որոնք նախինում էլ այս զենքի մասին օրենքի շրջանակներում մեծ ծավալի աշխատանք են արել եւ հիմա էլ կշարունակենք եւ կգտնենք լուծումներ։ Այո։ Այնպես որ այստեղ պարոն Մանուկյան, դուք էլ լավ գիտեք, որ մենք դեռ փնտրելու ենք։ Հա, շատ լավ։ Լուծման առումով իմ մեսիջը, հա, թեկուզ եք այսպես ձևակերպեմ, այն է, որ պիտի լինի հստակ ստանդարտ։ Չպետք է անենք ոչ օբյեկտիվ սելեկցիա տարբեր դրվագների մեջ։ Ինչ օբյեկտիվ չափանիշ, որ միասին կորոշարկենք, այդ օբյեկտիվ չափանիշը պիտի կիրառելի լինի բոլոր անձանց նկատմամբ։ Աղետների տրամաբանության մեջ, այո, ես խոշոր աղետները նկատի ունեի վկայակոչելով Լոռու եւ Տավուշի դեպքերը, բայց բնականաբար հնդածս նաեւ տարբեր հորդառատ անձրևների եւ այլ իրավիճակներով պայմանավորված ամենօրյա աշխատանք ունի փրկարար ծառայությունը եւ այստեղ փրկարարական արձագանքը բնականաբար շատ օպերատիվ է, մենք փորձում ենք հնարավորինս նույնիսկ այն գործառույթները, որոնք կարող է տվյալ պահին այլ կառույցի կողմից իրականացնելու պայմաններում ժամանակատար լինի, հա, որպես այդպեսին, մենք փորձում ենք գործընկերների հետ ավելի ինտենսիվ այս procesները համատեղ կազմակերպել եւ իրավիճակը հաղթահարելի դարձնել։ Ինչ վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը, կարմիր կամ սև կամ կապույտ, չգիտեմ ինչ գույներ նշեցիք, բերետներ ունեցող ծառայողներին հետեւյալն է, պարոն Մանուկյան, եւ ես բազմիցս անդրադարձել եմ այս թեմային ու չեմ զլանա նորից կանդրադառնամ։ Ոստիկանության գվարդիայի մասին օրենքը չի հետապնդում նպատակ հայրենիքի պաշտպանության գործառույթից մեկուսացնելու ոստիկանության գվարդիան։ Սա հստակ է, եւ ես սա ասել եմ գրեթե յուրաքանչյուր հանրային քննարկման ժամանակ կամ հանրային տիրույթում քննարկման ժամանակ, որը որ եղել է այս թեմայով։ Մենք որևէ կերպ նպատակ չենք հետապնդել ոստիկանության գվարդիան մեկուսացնել հայրենիքի պաշտպանության գործառույթից։ Մեր խնդիրն այն է, որ ոստիկանության գվարդիան ունենա թիրախային գործառույթ հայրենիքի պաշտպանության գործառույթի շրջանակներում, որը որ ավելի արդյունավետ կլինի պաշտպանության նախարարության համար, զինված ուժերի համար եւ հստակ կիմանան գործընկերները, որ XYZ իրավիճակներում ունեն որպես օժանդակող աջակցող կառույց ոստիկանության գվարդիային։ Սա նպատակ է հետապնդում բացառապես վերացնելու երկակի գործառույթները կամ գործառույթների իրար վրա գալը եւ հստակ ամեն մեկ ունենա իր գործառույթը։ Իսկ ինչ վերաբերում է ծառայողներին եւ ոստիկանության գվարդիայի ձևավորմանը, ես քննարկման ժամանակ նորից նշել եմ, որ սա հնարավորություն է օրենսդրական այն բոլոր ծառայողներին, որոնք որ մաս են կազմում այս պայծրությամբ այն ստորաբաժանումների, որոնք առաջիկայում լուծարվելու են, հնարավորություն է դիմելու անցնելու ֆիլտրման process-ներով եւ հետագայում եթե այդ ֆիլտրման գործընթացները հաջող հաղթահարեն, կարող են մասը կազմել ոստիկանության գվարդիայի։ Այսինքն անպայման չէ, որ մեր այն բոլոր ծառայողները, որոնք այս պայծրությամբ XYZ ստորաբաժանումների մաս են հանդիսանում, ոստիկանության գվարդիայում կոնկրետ պաշտոն ստանան։ Բայց սրա կողքին, եթե լինեն ծառայողներ, որոնք որ XYZ process-ներն անցնելու պայմաններում դրական արդյունքներ են գրանցվում, չկա այլ հիմնավորում նրանց չնշանակելու ոստիկանության գվարդիայի պաշտոններում։ Ընդ որում մենք համատեղ նաև չափազանց կարելի ասել խիստ նաև որոշակի ֆիլտրեր ենք մտածել այս տեսանկյունից, ունենք նաև հոգեբանական դասընթացների իրականացում եւս այս տեսանկյունից, որպեսզի հուզական կայունության եւ մնացյալ թեմաներին եւս անդրադարձ լինի, ինչ վերաբերում է պատասխանատվությանը եւ մեղադրանք առաջադրելուն կամ մնացյալին, թեև պարոն Մանուկյան, դուք նշում եք, որ այդ պատասխանն է հնչում, բայց իրավական պետությունում այլ պատասխան հնչել չի կարող, որովհետեւ ոչ ես, ոչ դուք, ոչ էլ այլ անձ չի կարող վերջնական վերդիկտային տրամաբանության մեջ գնահատական տալ տվյալ արարքներին։ Մաքսիմումը իմ գործառույթների շրջանակներում ծառայողական քննության հարությունն է, որը որ կասեցվում է, ընդհատվում է այն պահին, երբ որ կա քրեական վարույթի նախաձեռնում։ Մեր երկրում քրեադատավարական օրենսգրքի տրամաբանության մեջ հարցերի պատասխանները, օբյեկտիվ բազմակողմանի քննության արդյունքում փաստարկները պիտի տա քննչական կոմիտեն կամ մեկ այլ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեն։ Մնացյալ բոլոր դրսևորումներով քննարկումները դրանք մեր գնահատականներն են։ Կարող է այդ գնահատականը արդարացվել, հավաստվել վարույթի շրջանակներում, կարող է հերկվել։ Դրա համար ինձնից ակնկալել գնահատական, որ կարող է նաև որոշակի ազդեցություն ունենալ ընդհանուր process-ի վրա, ես չեմ տրվի այդ խոսակցությանը եւ գնահատական։ Շնորհակալություն Տիկին Սարգսյան հանգամանալից հաշվետվության համար։
Պարոն Քոչարյան, ուզում մի բանի վրա ուշադրություն դարձնեմ։ Պաշտպանության անվտանգության հանձնաժողովի նիստը, կառավարության մի տարվա գործունեության քննարկում։ Դա ներկայությունը խիստ մտահոգիչ է իրական։ Մեր падգամավորների, Այո։ չեք տենում մտնում են, գնում են։ Մենք ունենք մշտական բացակայող падգամավոր, պատիվ ունեմ Չէ, Տիգրան Աբրամյանը շատ ավելի կարևոր գործեր անում, մի բան արեք։ Բայց իրականում վստահ եմ, որ Տիկին Սարգսյանի նկատմամբ վերաբերմունք չի, բայց այսքան տարվա մեջ այսպիսի բան չենք տեսել։ Տիկին Սարգսյան, ես օրինակ այդ պարգևատրմանը դեմ եմ, թեև չունեմ անձնական պարգևատրված զենք, բայց ձեր պատասխաններից մի հատ այնքան մեղքի զգացում եկավ մոտս։ Ասեմ ինչ է։ Մի տարուկես առաջ հարցում է ուղարկել ավտոբուսների վրա ինչքան փողաց ասում։ Պատասխանել են 70 միլիոն։ Ու ազգային ժողովում էլ ասել եմ ժողովուրդ Նիկոլ Փաշինյանի հետևից ոստիկաններին տեղափոխելու համար տասնյակ միլիոններով բանը ավտոբուսի փողաց ասում։ Դրանից հետո մի անգամ էլ Նիկոլ Փաշինյանին հիշացրեցի падավատապետության մասին, հաջորդ օրվանից թուղթ առած ձեռը սկսեց կրճատել։ Այդ ընթացքում կրճատվել է պաշտպանության նախարարության կարծեմ 12 ավտոբուս, ազգային ժողովից ավտոբուսներ, մեկ էլ հիմա պարզում է, այդ ավտոբուսները կրճատել են, պետ գույքին են բերել, տալու են ներքին գործերի նախարարությանը, որ Նիկոլ Փաշինյանի հետևից այդ ավտոբուսները ոստիկաններ գնան։ Տաղանդավոր որոշում։ Դուք հնչեցրեցիք քաղաքական ձեր պարտադիր պետք է հնչեցնեք։ Դե բայշարը։ Տիկին նախարար, խնդրում եմ, այստեղ քանի որ տեսնում եք, որ մենք շատ խիտ գրաֆիկով են գնալու եւ առնվազն 4 գերատեսչություններ դեռ պետք է զեկույցով հանդես գան 24 թվականի կատարողականի մասով Տիկին Գրոքյան Գեամանուկյանը այնքան հարցերի շղթան մեծ է Պարոն Հարապետյանին մենք որոշեցի տեղաշարժեմ ազգային անվտանգությունը կլինի իրանից հետո Տիկին Գրոքյան մեկ հարցի շրջանակում ես եւ դուք եւ անցնենք պարոն Հարապետյանի զեկույցին Տիկին Սարգսյան իրականում մեկ հարց էլ նախատեսել էի հնչեցնել, վերջին մի քանի օրերի ընթացքում մեծ աղմուկ է հանել Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումը եւ այդ դեպքը։ Դուք գիտեք,